Ողջույն սիրելի ընկերներ, այսօր հոլովակ ենք ունենալու լրիվ այլ, լրիվ նոր ձևաչափով, հուսով եմ այն ձեզ դուր կգա, արդեն յուրաքանչյուր շաբաթ կամ կիրակի օր ես տեղադրելու եմ հաջորդող շաբաթվա կանխատեսումները ըստ յուրաքանչյուր օրվա մոլորակային դիրքերի, հանձինս լուսնի, քանի որ վերջինս ամսվա ընդհանուր կանխատեսումներում նշվում է միայն լիալուսնի և նորալուսնի փուլերով, և լուսնի ասպեկտները ճիշտ է շատ արագ են կազմավորվում և շատ արագ էլ լուծարվում են, սակայն նրանք օրվա որոշակի ժամերի կարող են մեզ վրա ազդել։ Հուսամ այս ձևաչափը կհավանեք, կխնդրեի, որ ակտիվ լինեք և մեկնաբանություններում գրեք, արդյոք սա ձեզ պետք է թե ոչ, կցանկանաք այն տեսնել իմ էջում, և տեսեք այսպիսի ձևաչափով դուք ավելի հեշտ կկարողանաք կողմնորոշվել յուրաքանչյուր օրվա անելիքների հարցում։ Սակայն մինչ հոլովակին անդրադառնալը, սիրելիներս, ունեմ մի մեծ խնդրանք իմ լսարանին, իմ հետևորդներին, քանի որ ես YouTube-յան մեկ այլ ալիք ունեմ նորաստեղծ, որտեղ ես անգլերենով եմ բացատրում աստղաբանական կանխատեսումները, կխնդրեի ձեզ բաժանորդագրվել այդ ալիքին, եթե մի փոքր անգամ տիրապետում եք անգլերենին, դա իհարկե մեծ օգնություն կլինի ինձ այդ ալիքում հետևորդներ ավելացնելու հարցում։ Նախապես շատ շնորհակալ եմ, հղումը կթողնեմ այս հոլովակի ներքո։ Դե ինչ, այժմ սկսենք ամսի 21-ից, այսինքն կիրակի օրվանից ենք սկսում, քանի որ այս շաբաթ չի եղել այսպիսի ձևաչափ, և այժմ կխոսեմ ամսի 21-ից, որը համարվում է ամառային գիշերահավասարի օրը, և նախկինում մարդիկ միշտ մտածել են, որ ամառային գիշերահավասարը դա հրաշքների օր է, և եթե մարդը այդ օրը երազանքներ է պահում, այն պետք է պարտադիր իրականանա, սակայն այս օրը ամսի 21-ին Լուսինը օրվա երկրորդ կեսին մուտք է գործում կշեռքի նշան։ Լուսինը կշեռքի նշանում իրեն առհասարակ լավ է զգում, որովհետև կշեռքը շփվող դրական դինամիկ նշան է, և Լուսինը իրեն այստեղ լավ է զգում, սակայն անմիջապես արդեն այլ մոլորակների հետ Լուսինը այստեղ որոշակի լարվածությունների մեջ է հայտնվում, այսինքն ուրեմն ամսի 21-ի երեկոյան ժամերին, ուշ ժամի կարելի ասել, գիշերով արդեն, Լուսինը նախ ընդդիմություն կկազմի Նեպտունի հետ, ապա 22-ի առավոտյան Սատուրնի հետ, սա նշանակում է, որ մեր էմոցիաները անկայուն կլինեն, և պետք չէ նաև այս ժամանակահատվածում ծանոթանալ նոր մարդկանց հետ, նոր ծանոթները կհիասթափեցնեն մեր սպասելիքները։ Այս ասպեկտը կպահպանվի մինչև ամսի 22-ը, քանի որ ամսի 23-ին Լուսինը դեռևս կշեռքում է, մինչև ամսի 23-ը կշեռքում է։ 23-ի առավոտյան Լուսնի և Յուպիտերի միջև նորից կստեղծվի որոշակի լարվածություն, լարված քառանկյուն, որը մինչև կեսօր կկազմալուծվի և 23-ի երեկոն արդեն հանգիստ, ուրախ և առանց խնդիրների կանցնի, սիրելիներս։ Հունիսի 24-ի վաղ առավոտյան Լուսինը մուտք կգործի Կարիճի նշան։ Սա իհարկե Լուսնի համար շատ վատ տեղ է, որովհետև այստեղ Կարիճի էներգիան ճնշում է Լուսնի զգացմունքները, և ամսի 24-ին կարող են լինել խանդի-նոպաներ, անձնական թեմաներով տարաձայնություններ։ Բացի դրանից, 24-ի ամբողջ օրը նաև կպահպանվի Լուսնի և Պլուտոնի քառանկյունը, որը կարող է բերել վատ տրամադրություն, ընկճվածություն, ինչու չէ նաև մի փոքր գլխացավ։ Ամսի 25-ը կանցնի առանց լարվածությունների, եթե իհարկե յուրաքանչյուրն իր գործն անի և չփորձի թելադրի ուրիշներին իր կարծիքը, սա գալիս է Պլուտոնից, որովհետև Պլուտոնը սովորաբար սիրում է իշխել։ Ամսի 26-ի երեկոյան Լուսինը կմտնի արդեն աղեղնավոր, սիրելիներս, և այստեղ նույնպես ունի որոշակի ընդդիմություն Ուրան մոլորակի հետ, և նշանակում է 26-ի երեկոյան արդեն կարող ենք ունենալ տհաճ անակնկալներ,
կապված փաստաթղթերի հետ, միգուցե ճամփորդությունների հետ, ինչու՞ չէ նաև մարդկանց միջև տարբեր տարաձայնությունների հետ, չէ՞ որ Մերկուրին արդեն սկսում է աստիճանաբար կանգ առնել եւ դրան զուգահեռ մենք էլ սկսում ենք սխալ հասկանալ իրար։ Մենք հիշում ենք, որ Մերկուրի մոլորակը ամսի 29-ից հետընթաց է։ Ամսի 27-ը նույնպես կանցնի առանց խնդիրների, սակայն ամսի 28-ը կլինի հրաշալի օր, այստեղ լուսինը առանց ասպեկտացիաների է, բայց դրա փոխարեն կունենանք Մարսի և Յուպիտերի միջև հոյակապ շքեղ սեքստիլ ասպեկտ, որը կդրդի մեզ մեծ գնումների, մեծ գործարքների, սակայն պետք է շատ ուշադիր լինենք, քանի որ ամսի 29-ից Մերկուրի նշեցի հետընթաց է և մենք կարող ենք վրիպել, չնկատել որոշ կարևոր բաներ կապված այդ գործարքների հետ։ Սիրելիներս, Մերկուրին մինչև հետընթացը մոտավորապես 2 օր դրանից առաջ կանգ է առնում, որը կոչվում է ստացիոնար վիճակ և այս ընթացքում կարելի ասել մարդիկ ավելի ոչ սթափ են լինում և նրանք ավելի սխալ են հասկանում իրենց շրջապատին և ուրեմն տեսեք նշանակում է ճիշտ է 29-ին նախորդող 27 և 28-ը հաջող օրեր են, սակայն պետք է փորձել մի փոքր ավելի ուշադիր լինել։ Դե ինձ սիրելիներս այսքանը այս շաբաթվա կանխատեսումների համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։